սովորողները, հա, ինչ է, ասեմ որ մեր սերմերը ավելի ծլողունակ են, քան ցանկացած խամուտից գնված սերմերը։ Այսինքն, ինչու են ծլողունակ, որովհետև ժամանակին հավաքել են, ժամանակին չորացրել են, հա, ժամանակին տեղավորել են տարաների մեջ, ժամանակին տեղ սահմեն։ Սերմերը որպեսզի տեսնենք ոնց են, այսինքն չտեսնենք զգան, խառնում ենք շատ հողի ու աղազի հետ։ Հետո իրան զգուշորեն ցանում ենք հողի վրա։ Դա շատ մանր սերմեր են։ Հետո ձեռքով սեղմում ենք, որ խոնավությունը կլանեն եւ այդ խոնավության հաշվին ծիլեր արձակենք, մատածակել ու ծիլտան։ Եթե այդքան մանր չեն, որոնք աչքի համատեսաներ են, այսինքն մեր այսօրվա ընտրած սերմերը, մենք հող ենք ավելացնում վրա, արդեն իրա վրա չէ։ Այս անելուց հետո մենք տեսնում ենք մի քիչ պետք է հեռավորություն ունենան իրարից, որպեսզի իրար չխանգարեն եւ վրան հող ենք ցանում, շատ կարեւոր է այդպես։ Երկուսից անգամ ավել սերմի մեջությունից ցանում ենք հողի վրա, ցողենք իրան, ջրում ենք չափավոր։ Եթե այդպես ենք անում սպրել, ուրեմն ամեն օր թարմացնում ենք, որովհետեւ ինքը չի տարա։ Այդքան բաց ջուրը շատ պահպանի։ Իսկ եթե մենք ցնցողով ենք լցնում, այնքան ենք լցնում, որ կես հողը թրջվի, մնացածը ինքը ընթացքում կդաշի ու կստացվի չափավոր ջրու։ Այսինքն ոչ ավել կլինի ոչ պակաս։ Եթե ավել լինի, կնեղի սերմը։ Եթե պակաս լինի, արմատը արագ կչորանա, երբ որ արմատը արդեն արձակի, հա, մտնի հողի մեջ։ Դրա համար շատ կարևոր է։ Իսկ եթե ուզում ենք որպեսզի ավելի լավ աճի, ինքը շուշանը գիտի արդեն իրար հետ, հա, պետք է ծածկվի պոլիէթիլենով կամ ապակիով, որպեսզի եւ ջերմություն լինի, եւ խոնավությունը պահպանվի եւ լույս լինի միաժամանակ։ Ամեն ինչի արտադրության դեպքում մեր սերմերը հաստատվել են, որովհետեւ եթե ոչ 100%-անոց, 95%-անոց լողունակություն ունեն մեր հավաքած սերմերը։